Բայց դուք դավաճան եք։ Դուք անցել եք այն բոլոր վիրավորանքների, օրինակ ստոր, սրիկա, տահակ, խոտակեր, էլ ինչ էր ասում, ոչիլ, բացիլ, այդ բոլոր վիրավորանքների աննասուն, այդ բոլոր վիրավորանքների շեմը շատ ավելի ցածր է, քան դավաճանությունը։ Եթե այդ վիրավորանքները ստեղ է, դավաճանությունը ստեղ է։ Դուք դավաճան եք, դուք հանձնել եք իմ երկիրը, իմ պապերիս ժառանգությունը դուք տվել եք իմ պապերին ցեղասպանողին։ Դուք արժանի եք նրան, ինչ որ կուզենա Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ յուրաքանչյուր հայ։ Սա աննորմալ պայմաններ է, որ դուք դեռ կաք, բայց էս է, եւ դուք պետքա հասկանաք սա։ Դուք պիտի ձեր ուղեղը մտնի, եւ եթե կրթությունը համարում եք նորաձև, պետքա այնքան ձեր այդ նեյրոնների ցանցը սենց ճիշտ դասավորի, որ հասկանաք, որ չի կարող մարդը, որին 9 ամիս շրջափակման մեջ եք պահել, ու որի համար կռվել են իրանք, 200-ից ավել մարդը զոհվել է ձեր ուրացման պատճառով Արցախում, որ այսօր կանգնում եք քաղաքացու վրա թքողի բերանով ասում եք թող մնային կռվեին, չեն կարա ձեզ չվիրավորեն, եւ պետքա վիրավորեն, այո, վիրավորանքի մշակույթը վատ է, բայց դավաճանին հասնում է, լավ, եթե չէիք ուզում վիրավորանքներ, կարող էիք օրինակ հրաժարական տայիք նոյեմբերի 9-ից հետո, ձեր դեմ քրեական գործեր կհարուցվեր, ոչ միայն կատարած պատերազմական հանցանքներին, երբ որ Նիկոլ Փաշինյանը օրինակ 3-րդ օրը կանգնեցրել էր համալրումը բանակի, բայց օրինակ ասենք սահմանադրական դատարանի հետ կապված այդ ձեր ոտնձգությունների համար, որ շրջափակել եք, խոչընդոտում եք դատավորների գործը, կամ Նիկոլ Փաշինյանը, որ անմեղության կանխավարկածներ էր ամենաբարձր մակարդակով խախտում, միթե Ժաննա Անդրեասյանը, որը սոցիոսկոպում է աշխատել, որը եվրոպական մարդու իրավունքների արժեքներով սենց կուր կառույց էր եւ հրաշալի հետազոտություններ էին անում Աննա Ժամակոչյանի հետ միասին, որը հիմա սոցիալ փոխնախարարն է։ Միթե չգիտի, որ անմեղության կանխավարկածը խախտելը վարչապետի մակարդակով դա բանա չի համապատասխանում այն արժեքներին, որոնք իրանք նվիրվել են։ Չգիտի, գիտի իհարկե գիտի, բա ինչի եք սկսում, որտեղից սկսենք։ Բայց շնաբարո դուրսպրծուկները ով էր ասում ազգային ժողովի ամբիոնից։ Ազգային ժողովի ամբիոնից էս չափաբաժնով վիրավորանքներ ա եղել։ Բա ով էր գնում Ազատություն ռադիոկայանում ասում տեր են ման գալիս վնգստացող շների պես, ով էր Հիտլերի բառապաշարը օգտագործում դաշնակցության դեմ ասում բացիլների կուսակցություն, կորոնավիրուսային դատարանները։ Բա էս մակարդակով դուրս են եկել եկեղեցուդեմ եւ սա է ամբողջ կեղծարարությունը եւ կեղծավորությունը, որտեղ իրենք պարզապես չեն կարող մտնել։ Բայց մյուս կողմից, որպես մյուս մակարդակը, հա, որ հունիսի 1-ին խոսել էին նրա մասին, որ երեխաներ ջան, մի քիչ տենց մի ուշադրություն դարձրեք մեծերի գզվրտոցին եւ այլն, այստեղ ավելի բան վերլուծելու հասարակության կերտման իմաստով դաշտ կա։ Ինչ նկատի ունեմ։ Տեսեք, հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է։ Ի վերջո քաղաքացիական պայմանագիրը ինչ կուսակցություն է։ Եթե նայենք այդ կուսակցության կորիզը կազմված է երեխաներից, որոնց իրավունքները չեն պաշտպանվել։ Նույն Նիկոլ Փաշինյանը կարող է լինել, նույն ասենք Վագն Ալեքսանյանը, որը իր հոր հետ կապված բաներ ուներ, խնդիրներ ուներ, կամ անընդհատ մենք սիրում ենք ասել, հա, աբիժնիկ են, չգիտեմ, բան են այդ մուր են հանում եւ այլն, բայց մենք փոխանակ մտածենք աբիժնիկ են, թե աբիժնիկ չեն, պետք է նեղվեինք, հա, պետք է նեղվեինք, որ մենք ունեցել ենք աբիժնիկների հասարակություն, որ հետ սովետական շրջանում ստեղծվել են երեխաների խումբ, որոնք պաշտպանված չեն եղել։ Բնականաբար, եթե երեխան պաշտպանված չի լինում, ամենամանր բաները, հա, կարանք ասենք ջութակ նվագող, գիտար նվագող երեխային, սովորող երեխային ճնշելը, տարբերվող երեխային ճնշելը, ծանոթ չունեցող երեխային ճնշելը, պորճի երեխա չլինելու համար երեխային ճնշելը։ Երբ որ մենք ունեինք այդպիսի մշակույթ հետ սովետական, որը ի հայտ էր եկել իհարկե տնտեսական փլուզումից հետո, մենք պետք է մեզ ված զգանք,
որ մենք ունեցել ենք չպաշտպանված երեխաներ, եւ այդ չպաշտպանված երեխան բնականաբար, եթե դու իրան համայնքից դուրս ես շպրտում, ինքը պետքա գտնի նոր համայնք, ինքը պետքա գտնի իր նմաններին ու ժեղանա եւ գա վրեժը լուծի, ոնց որ հիմա մենք ենք, հա, ազգային գաղափարներով տարվածներս տենց փորձում իրար գտնել, որպեսզի միասնական ճակատով կարողանանք մեր վրեժը մուրը հանել, ինչը կրկին կարող է վտանգավոր լինել, երբ որ ազգային դաշտը գա իշխանության եւ միայն վրեժով լցված լինի։ Այսինքն մեր անելիքը, այո, այդ երեխաներին պաշտպանելն է, երեխաները պաշտպանված մեծանալն է, որպեսզի կարիք չլինի չպաշտպանված երեխաներից նրանց պաշտպանել։ Հիմա մենք չպաշտպանված երեխաներից չկարողացանք Արցախի 30,000 երեխային պաշտպանել։ Չպաշտպանված երեխաների պատճառով մենք, օրինակ, մենք չէ, կհիշեք Ադրբեջանում են երեխաները, որ շրջափակված էր արդեն ու երեխաների ավտոբուսը հետ էր գնում Ստեփանակերտ։ Ադրբեջանի այդ ահաբեկիչները դուռը բացեցին ու այնտեղ մի քանի երեխայի ուշքը գնաց։ Այս լրիվ պատճառահետևանքներ են, հա, մենք եթե մենք պետքա անընդհատ նստենք, ասենք աբիժնիկ, դա նորմալ չի, որովհետև մի կողմից մենք հետևանքի մասին ենք խոսում, ոչ թե ախտորոշման, երկրորդ մենք պետքա ված գանք, որ մեր հասարակության մեջ կան աբիժնիկներ, յուրաքանչյուր նեղացած մարդուն համար պետքա ված գանք։ Ես հիշում եմ բանակում ռազմական ոստիկաններից մեկը, դե բանակում զինվորները առհասարակ չեն սիրում ռազմական ոստիկաններին, բայց մեկը եկել էր տենց մեր հետ բարոյա, ոնց են ասում, բարոյա հոգեբանական ճառեր էր ասում ու ամբողջ խոսակցությունը կազմել էր նրա վրա, որ ուժեղը պետքա թույլին պաշտպանի, որ ուժեղը նա է, ով որ թույլին պաշտպանում է։ Չէ, բայց իսկապես տենց է, չէ, կարաս, չէ, դու ասենք թույլին գտնես, գնաս նեղես, ճնշես, ինչ ուզես անես հետը ու ասես դե մենք ուժեղ ենք։ Ինչը տա ուժեղ, թույլ ես գտել, ճնշում ես։ Իսկ ինչն է դժվար, թույլին պաշտպանելը։ Սա հատկապես ռուսամետները կարող են այս պահել իրենց ուղեղում, որովհետև Ռուսաստանը ի սկզբանե թե քաղաքական պատճառներով դարել է թույլի պաշտպանը։ Օրինակ Վրաստանը հարձակվում է թույլի վրա, Օսեթների Աբխազիայի, ինքը դառնում է թույլի պաշտպանը։ Կամ ասենք հարձակվում է բանում, Մոլդովայում Մերզդնեստրի վրա են հարձակվում, ինքը դառնում է թույլի պաշտպանը։ Սա թե մշակութապես է, թե բանով է, ինչ են ասում, թե աշխարհաքաղաքական հետևանքների արդյունք է, բայց այդպես է դարձել։ Ու հա, այդ ռազմական ոստիկանը երկար խոսում էր դրա մասին, որ պետք է, որ ասենք, եթե տեսնում ես ինչ-որ մեկը թույլ է, պետք է նրան աջակցես, ոչ թե կոտրես։ Դե ընդհանրապես 18-20 տարեկան տենց տղաներ են բանակում ու բնականաբար ավելի շատ տենց արյուն ռուշտ են, հա, մեկը մեկին ճնշի, մեկը մեկին բանանի, երբ որ ինքը վերջացրեց իր խոսքը, որը կարելի է անվանել նաև քարոզ ու գնաց։ Այդ տղաները բանակի ասում են, բայց դա ճիշտ է ասում, էլի, ճիշտ է ասում, տենց պիտի լինի, էլի, այն ինչ որ ասում են ճիշտ է ասում։ Իհարկե մի օր հետո արդեն այդ ամեն ինչը մոռացվել էր, բայց մեր ենթագիտակցական թե գիտակցական մակարդակում ճշտերը դրված է, մենք գիտենք ճիշտը որն է։ Եվ ճիշտը հենց այդ է, ոչ թե ասել, որ Նիկոլ Փաշինյանին աբիժնիկ են, այլ մտածել ինչպես անել, որպեսզի աբիժնիկների հասարակություն երբեք չլինի, որպեսզի քաջալերանքի մեկը մյուսին քաջալերելու հասարակություն լինի։ Ես նաև հիշում եմ պատերազմում, երբ որ մեկը մի քիչ վախից տենց բան էր անում, հիվանդ էր ձևանում, փոխանակ մենք այդ մարդուն կոտրեինք, ոնց որ առհասարական թունված է լինում, ասենք կարայ սաչկո էս ինչ ես անում բանն, ընդհակառակը ձև տվեցինք, թե այո, բանը իսկապես մենք նեցուկ ենք իրան, եթե վատա անպայման փորձենք հեսա օգնենք, տենց տրամադրում էինք, կդզվես ախպեր ջան, կդզվես ամեն ինչ լավ կլինի, ու այդ իր վախը ամբողջությամբ անցավ։ Բա համայնքը ինչի համար է, եթե իր անդամին չի քաջալերելու եւ պաշտպանելու։ Հայ ազգը ինչի համար է, եթե մեկս մյուսին չենք բարձրացնելու, ամեն մեկս փորձենք մեկս ինքնուրույն բարձրանալ եւ գցենք մյուսներին, ինչպես նախկին քաղաքական մշակույթում ընդունված էր։ Ու արդյունքում այո, ձևավորվելու են այսպիսի
նիկոլական շրջապատեր, որոնք գալու են ու փորձեն վրեժ լուծել։ Մի խոսքով, ես ինձ թվում է արդեն ամփոփ եմ, ասելիքս վերջացավ եւ ցտեսություն։ Եկեղեցու կողքին ենք ու պետքա մտածել անընդհատ հարձակման մասին, ոչ միայն պաշտպանության։